275 դարվան պատմություն ունի Լիբանանի ամենեն հին վանքերեն մեկը հայկական զմարու վանքը։ Մինչև օրս կգործեն Սուրբ Միքայելի նորընծայարանը, 3 թանգարան, կինեդուն, ինչպես նաև ակարակմը։ Այս տարի կամփոխանալ Լիբանանի հայկական հոգևոր կետրոններեն մեկուն զմարու վանքի հիմնադրության 275-ամյակը։ Այդ սրբադեղին Լիբանանի ամենեն հին վանքերեն մեկն է։ Ուրեմն զմարու աստվածամոր վերապոխման վերաբահված է եւ նվիրված է այս վանքը։ Ինքը ջանցված է որպես զմարու վանք, որովհետև զմարու գյուղի մեջ կգտնվինք։ Հայերը 275 տարիներ առաջ եկած են եւ այստեղ հաստատված են, հաստատելով հայ կաթողիկե պատրիարքությունը եւ աթորը։ Զմարու մայրավանքը ոչ թե միայն քարաշեն եկեղեցի մնե, կամ ասենք վանք մնե, որ գներպագի իր մեջ գեղերականներ, գեղերիգոսներ կամ ուխտավորներ նաև, այլ ատկեց ավելի հայկական փարոս մնեն նամանավանդ միջին արևելքի մեջ եւ յուրահատուկ թերմը խաղացած է հայոց ցեղասպանության ետքը։ Վանքը տարերու ընթացքին դարձած է հայկական, պատմական եւ մշակութային մեծ կետրոն։ Բայց այնինչը որ այսօր հասած ենք եւ գբարդինք մեր միապան հայրերուն, կարողացած ենք ունենալ քետ հայահոց շրջանը։ Այսօր քիչ մը բդանկված է այդ մեկը, բայց հույսով ենք, որ գրգին անգամ վերակտնենք մեր ուժերը եւ վերսկսենք այդ հայահոծության, ասենք հայահոծ վիճակին մեջ գտնել ավելի անտոր բայրման։ Այսօր վանքի մեջ կգործեն 3 թանգարան։ Առաջին թանգարանն ունի 15-ն 18-րդ դարու մասունքներ եւ եկեղեցական փաստաթուղթեր։ Երկրորդը նվիրված է հայոց ցեղասպանության, իսկ երրորդը, որ այժմ նորոգության մեջ է, ունի 19-րդ եւ 20-րդ դարու իրեր Այվազովսկիի յուղապատկերներ։ Ունենք մեր թանգարանը, մեր մատենատարանը, որ գբարոնագե մոտ 3000 ծերակիր եւ այս ամբողջը մեկ օրվա ընթացքին չեղավ, այլ 275 դարվա պատմության մեջ կմտնե, որ կգազմե ամբողջ այսօրվա իրականությունը։ Մատենատարանին մեջ ներկայացված են հայ թե օդար, հնադիպ եւ նորակույն շրջանի քիրքեր, մեծ մասը թվայնացված։ Զմարու վանքի մեջ տեղադրված են բազմաթիվ նյութեր բարունագող քիրքեր, ինչպես աստվածաբանական, եկեղեցական, իմաստասիրական եւ գիտական, հայոց պատմություն, ցերակիր փաստաթուղթեր, պաշտոնակրեր, որոնք հայ ժողովրդի եւ հատկապես Դանն Գիրիգիո կաթողիկե հայոց կաթողիկոսության անցյալի եւ ներկայի պատմության անբաժանելի մասուն կգազմեն։ Այստեղ կարելի է գտնել նաեւ Մխիթար Կոշի Թատաստանակրքի առաջին դեպակիր օրինակը։ Եթե մենք այսօր ուզենք նույնանման վանք ունենալ, անկարելի անհնարին է, որովհետեւ այնտեղ են եւ որ անցավ սրբագյաց գեղերականներ, որոնց մե շատերու հետ ապրեցանք, շվեցանք, վերջին տարիներուն ունեցանք իրենց ասեմ վախճանումը տեսնելով տեսանք իրենց սրբությունը։ Մենք հաստատենք, որ այս վանքը ոչ թե որ միայն 275-ամյակ, այլ հազարավոր տարիներ կրնա կոյադեվել, մինչև այնադեմ, որ դակավին գահավատանք այդ սրբության եւ Քրիստոսի օրհնության։ Ինչպես թարեր առաջ, այսօր վանական համալիրը զմարու վանքը գկործե թբրևանքով, իր հասարակությամբ, կինեդունով ու ակարագով։ Վանքի գղերականները գվգայեն, որ այստեղ կպատրաստվի միջին արևելքի առաջին հայկական քինին զմարու քինին։ Ավելի քան 2.5 թարերու պատմություն գահոս, մտքի եւ հավատքի կանցեր, հայուն քիրքը, քիրն ու մադյանը, որը սպյուրքը գբահե մասունքի նման։ Փաթիլ Մգրդիչյան, լուրեր, Լիբանան։